աշկես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրուսատերը դու ամենքի Սիրո լծրուսատերը ամենքի Սիրո լծրուսատերը դու ամենքի Այսօր Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ Մրգաշեն գյուղում կազմակերպել են դպրոցի սաները մի գեղեցիկ համեր Գնանք բոլորս միասին մասնակցենք այդ համերգի տեսնենք ինչ այնտեղ կատարվում Գնացի Այսօր բոլորս հավաքվել ենք այս հյուրընկալ դպրոցի բակում մի շատ գեղեցիկ առիթով Այսօր տոն է բոլորիս համար Քանի որ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 19 տարին 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունը ընտրեց անկախությունը Անկախ 19-ամյա դժվարություններին և կորուստներին անկախությունն այն ամենամեծ ձեռքբերումն է, որը նվաճել ենք 1991 թվականից ի վեր Շնորհավոր բոլորիս անկախության տոնը և թույլ տվեք հայտարարել, որ մենք անկախության դալար շիվերն ենք միջոցառումը համարում եմ բացված Մրգաշենի փոքրիկ բնակիչները տոնում էին ոչ միայն Հայաստանի անկախության օրը, այլև Մրգաշեն ակումբի 1 տարին։ Այո, այսօր տոն է բոլորիս համար, քանի որ Մրգաշեն ակումբը նշում է իր գործունեության 1 տարին։ Այստեղ ինչ հրաշք թագավորություն է։ Ուրեմն ներկայացնեմ ակումբը իսկ ազգայնավանդական կարատեի ասոցիացիանը, սա կոչվում է Մրգաշեն ակումբ։ Ես եմ հանդիսանում որպես մարզիչ, ուսուցանում եմ կարատե մրցաձևը, որ լավ մարդ, ուժեղ, առողջ, հայրենիքին պիտանի մարդիկ դառնան։ Իսկ ինչ է ձեզ տալիս այս սպորտաձևը, հա? Ով կարող է։ Բան կա, ես պարապում եմ կարատե, որ ուժեղանամ եւ շատ շնորհակալ եմ մեր սեմպային, որ մեզ շատ է ուժեղացրել։ Stai sempre campuntata, cammizza sta via. Non mangi più, non dormi più, che ipocondria. Uè picciri, che vera ti sta gelosia. Tu vuoi soffrire, tu vuoi morire, chi ti fa fare? Corre in braccio a tua mamma, non puoi scema picciri. Dille tutta la verità, che mamma ti può capire. E passa sotto a sto balcone, ma tu sei guaglione. Tu non conosci femmina, sei ancora così giovane. Tu sei guaglione che ti mise in capo a con pallone. Che vanno di sti lacrime, batti non mi fa ridere. Corre in braccio a tua mamma, non puoi scema picciri. Dille tutta la verità, che mamma ti può capire. Beware
մեզ անկախությունը տվել է, որ մենք կարողանանք մեր տունը ինքներս կառավարենք, մեր երկիրը ինքներս մեծացնենք, շենացնենք, ընդլայնենք եւ դա հնարավորություն կտա յուրաքանչյուր հայի համար, որ միշտ ունենա անկախ ապրելու այն երջանիկ գաղափարն։ Ինչ կմաղթեք մեր ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ։ Անկախության տոնի կապակցությամբ մեր ժողովրդին կմաղթեմ քաջ առողջություն, երջանկություն, անամպ երկինք, թող միշտ Աստված կամենա, որ մեր հայոց աշխարհում խաղաղություն։ Պատմեք մի փոքր այս ասոցիացիայի մասին։ Ասոցիացիան ստեղծվել է 91 թվականին, ունենք շուրջ 15 ակումբներ, ակումբի սաներին կմաղթեմ սպորտային հաջողություններ, որ լինեն իրենք կայուն, սիրեն ազգը եւ մեծամեծ հաղթանակներ։ Io te chi te parla si votti sposa però non te pigliare una donna riccia con riccia riccia ditte issa ti incanta però dopo 2 mesi voli ti pianta no 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 riccia non picchi da ogni riccio te cacciano un capriccio la donna riccia non la voglio no picchi da ogni riccio te cacciano un capriccio la donna riccia non la voglio no La donna riccia non la voglio, no. Sì, primo le te vassa, poi le te lassa, non ci capisci niente come ama tassa. T'imbrighi e poi ti sbrighi, c'è che impazzisce, però se te carizzi, tu t'addormisci. No, no, no. No, no, ricciano, picchi da ogni riccio, te cacciano un capriccio, la donna riccia non la voglio, no, picchi da ogni riccio, te cacciano un capriccio, la donna riccia non la voglio, no, la donna riccia non la voglio, no. Մրգաշեն ակումբի սաների մեկ ամյակը շնորհավորելու է եկել իր գեղեցիկ պարով, միջազգային մրցույթ փառատոնի մրցանակակիր, երկակե ոսկե մեդալակիր, Կոտայք մանկապատանեկան անսամբլի մենապարուհի Գոհար Զաքարյանը։
Մեր դպրոցի սաները առօրյան անցկացնում են, ինչպես դուք նկատեցիք, միջոցառման ընթացքում բարձր տրամադրությամբ եւ ամենակարևորը աշխուժ եւ ուրախ։ Պետք է գիտակցենք, որ անկախությունը ձեռք ենք բերել արյան գնով, կյանքերի գնով, ուստի անկախությունը չի կարելի կորցնել։ Ադոնցի ելույթը։ Այդպես ուժեղ եք, իրենից ուժեղ, թե ինքն է ամենաուժեղը։ Արմեն, ասի տեսեմ այդ ինչպես եք ատամներով կարողանում բարձրացնել այդ ուժը։ Ատամների մաքրությունը շատ պարտադիր է, խորհուրդ եմ որ բոլորդ ատամներին հետևեք, նորմալ սնվեք եւ լինեք շատ աշխատասեր եւ շատ պարապեք։ Իսկ ինչի շնորհիվ է որ դուք այդքան ծանրություն կարողանում եք բարձրացնել, աշխատասիրության թե այդքան ուժ ունեք բարձրացնում եք։ Երևի աշխատասիրության շնորհիվ։ Boom Boom Show.